ցավում եմ Հայրապետական մեր խորը գոհունակությունն ենք ցանկանում արտահայտել եւ մեր գնահատանքը բերել ձեզ, որ այս ուշ ժամին դուք համախմբվել եք այստեղ։ Գիտենք, որ դուք եկել եք այստեղ ձեր վրդովմունքը արտահայտելու վերջին օրերին Հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված եկեղեցու մեր եւ եկեղեցականության հասցեին արտահայտությունների առնչությամբ։ Սիրելիներ, գիտենք, որ այդ արտահայտությունները հնչեցված վարչապետի կողմից համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակաց մոտ։ Իսպյուրս աշխարհի։ Հավատում ենք, որ Աստուծո ողորմությամբ եւ օգնականությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն առանց ավելորդ հուսականության ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Ամուր մնացեք ձեր հավատքի եւ առ եկեղեցին ունեցած ձեր սիրո եւ հավատարմության մեջ։ Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել եւս պարտավորեցնում է մեզ եկեղեցականներիս մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ արձես առ հայրենին մեր իրականացնելու արդյունավոր կերպով։ Անշեղորեն եւ մեր հորդորը պիտի լինի միաժամանակ մեր հորդորը պիտի լինի ձեզ միաժամանակ սիրելիներ, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահեք միաբանությունը ազգային մեր կյանքում։ Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։ Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին եւ հարթել մեր կյանքի բոլոր դժվարությունները լավատեսությամբ, հույսով ու հավատով կերտել մեր եւ մեր զավակների վաղվա պայծառ օրը։ Աստված օգնական ու պահապան մեր ժողովրդին այսօր եւ հավիտյանս։
դերստին մեր գնահատանքը, մեր սերն օրհնությունը բերելով ձեզ, հրավիրում ենք, որպեսզի աղոթքով ավարտենք այսօրվա մեր հանդիպումը։ Դերստին ցավ եմ ապրում, որ այս ուշ ժամին դուք առաջնորդված ար եկեղեցին ունեցած ձեր սիրով եկել եք այստեղ ձեր հավատարմությունը առ Սուրբ եկեղեցին արտահայտելու հայոց հայրապետի առջև։ Աղոթենք միասին, աղոթենք ասելով տերունական աղոթքը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Այր, որ եկինս ես, Սուրբ եղեցի անուն քո, եկես է արքայություն քո, եղեցին կամ քո, որպես եկինս եւ եկլի, ըսած մեր անապազոր, դուր մեզ այսօր, եկող մեզ պարտիս մեր, որպես եւ մեկ թողում մերոց պարտաբանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փեկյաս մեզի շարել, զիգոր արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Պահպանիչ եւ ույս ավադացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա եւ օրհնյա, զազգս հայոց, զեգեեցից Հայաստանյայց, ընդհոմանյա Սուրբ եւ պատվական խաչիրը քոյի խաղաղության, փրկյա, ազատյա, հերևելի եւ աներևույթ թշտամյաց, արժանավորյա գոհությամբ փառավորել, ըսկեզնթոր եւ ընծրփոք փույթ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ես ցավում եմ, որ թղթագիտներից հարցազրույց չապահովեցին մեր տեղեկատվական բաժնի հետ, մեր գնահատանքը նաեւ ձեզ, որ այս ուշ ժամին դուք նույնպես եկել եք այստեղ։ Բեղափար ժողով հրավիրելու եք թե ոչ։ Ոչինչ չեմ կարող ասել հիմա այս պահին։ Այն ինչ որ կնախատեսենք եւ կնախաձեռնենք, այդ ամենի մասին ժամանակին կտեղեկացվեք դուք։ Կրկին մեր գնահատանքը, մեր օրհնությունը ձեզ եւ մեր բոլոր զավակներին, ովքեր այս պահին համախմբված են այստեղ։ Մենք միասնաբար պիտի կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները մեր կյանքի, մեր ժողովրդին հուզող։ Ամուր մնանք մեր հավատքի, մեր լավատեսության, մեր արիական ոգու մեջ եւ այդպես ընթանանք դեպի նոր ժամանակներ մեր կյանքի։ Առաջիկա շաբաթ Արարատյան տոներն են, Սուրբ Էջմիածնի տոնը, որը որ ամբողջանում է, ավարտվում է Սուրբ Էջմիածնի տոնով։ Եվ այդ առիթով նաև մենք նախատեսել ենք, որ Սուրբ մասունքներ պիտի երկրպագության համար դուրս բերենք եւ տաճարի շուրջ զետեղենք, եւ մեր հավատավոր զավակներ պիտի կարողանան գալ նաև այդ մասունքներից օրհնություն ստանալ։ Այնպես որ հիմա բաժանվենք, մեկնեք, բարի հանգստություն ձեզ, ինչպես որ ընդունված է ասել, հանգիստ քուն եւ բարի երազներ ձեզ։ Բարին ձեզ։ Let's go!